Հալելույա։ Սարք Հիսուսին։ Այսօր շատերի տեղը դատարկ է, բայց Հիսուս Քրիստոսը ներկա է։ Ամեն։ Գիտեք, այսօրվաս իմ քարոզից նյութը սա է, որ Հիսուս Քրիստոսի, որոնք են Հիսուս Քրիստոսի առաքելությունները։ What are the mission of Jesus Christ? Ինչ է Հիսուս Քրիստոսն անում։ Ինչև է ծառայություն անում։ Գիտեք, Հիսուս Քրիստոսը չեկավ, որ աշխարհին մեջ ինչ անի, թագավորությունը սկսի։ Եկավ, որ թագավորությունը հայտարարի եւ ծառայի մարդկանց։ Բայց ինքը հետ է դառնալու, ինչպես որ երկի մեջ երկեցինք, ինքը հետ է դառնալու ինչի համար, հետ է դառնալու, որ կարողանա թագավորությունը նորցեն կազմի, բայց եւ որ ինքը երկրի վրա էր, ինչպեսի էր մարդկանց հանդիպում, ինչ ծառայություն էր ներկայացնում, իր ծառայության ձևը ինչպեսի մի ձև էր։ Այսօր ուզում ենք սովորենք մի քանի կետով, հույսով որ կարողանամ փոխանցեմ այն բանը, որ իմ սրտից մեջ էր։ 7 կետ պատրաստել էի, բայց այսօր բավարարացրամ մենակ 4 կետի, որտեղ բավականաչափ բան պետք է այսօր խոսանք դրա մասին։ Առաջի բանը, որ Հիսուս Քրիստոսը դրանցով մարդկանց սրտի հետ խոսում էր եւ նրանց առաջնորդում էր, Հիսուսը սովորեցնում էր մարդկանց, ուսուցանելով մարդկանց, ուսուցումները, որ Հիսուս Քրիստոսը տալիս էր, միջով այսօր աշխարհի վրա ոչ ոք չի պատահի, որ Հիսուս Քրիստոսի նման կարողանա դաս տա։ Թեկուզ անհավատ մարդիկը, ընդրանք որ Սուրբ Գիրքը նայում են մի սխալ իրանից անեն, դրանք էլ դավանում են, որ Հիսուս Քրիստոսը մատ զարմանալի ուշիչ էր։ Եվ այդ ուշիչը մի հատ հատուկ նպատակ ուներ։ Նպատակը սա էր, որ մարդկանց սիրտը պատրաստեր, որ կարողանային դեմ առ դեմ Աստծուն հանդիպեին։ Եվ այդ ամեն բանը, որ Հիսուս Քրիստոսն անում էր, ազդեցություն էր դնում մարդկանց կյանքի մեջ։ Իր խոսքերը մարդկանց բժշկության պատճառն է լինում։ Իր խոսքերը պատճառ է լինում, որ կորցվածները գտնվեն, նրանք որ հույս չունեն, հույս գտնեն։ Այսօր ուզում ենք նայենք Հիսուս Քրիստոսը ինչպեսի իր դասավանդությունը ազդում է մարդկանց կյանքի վրա։ Հիսուս Քրիստոսը բացահայտում է մարդու հոգին, ցույց տալով մեր ցավերը եւ փրկության հնարավորությունները։ Եվ որ Հիսուս Քրիստոսը դաս է տալի մարդկանց, մի կարևոր մի խնդիր կա իր դասավանդության ժամանակ։ Ամեն դասավանդությունը վերջապես բերում է մի տեղի, որ մարդի համար հույս կա։ Ամեն մի մարդու համար հույս կա։ Հիսուս Քրիստոսը չէր դատապարտում, այլ մարդկանց ինչ էր անում, մարդկանց այդ իրականությունը, որ պետք է իրենց կյանքի մեջ հասկանան, նրանց բացահայտում էր։ Եկեք այսօր ուսումնասիրենք ինչպես էր դա անում։ Նա բացատրում է, որ մեղքը միայն արարքների մասին չէ, այլ սրտի մտրադրությունով եւ նա բացատրում է մեզ մեր սրտի ներքին շարժառիթները, ինչ որ մեր սրտի մեջ կա։ Հիսուս Քրիստոսի ամենակարևոր նպատակներից սա էր, որ ցույց տար մեր էությունը, մեր սիրտը այդպես որ կանք։ Մատ հարուստ երիտասարդ մոտեցավ Հիսուս Քրիստոսին։ Ասավ ինչ անեմ, որ արքայությունը շահեմ։ Հիսուս Քրիստոսն ասավ գնա քո աստուն պաշտի ամեն սրտով եւ ասավ պատանի ժամանակ մեզ փոքր ժամանակվանից այդ ամեն բանն արել եմ։ Ամեն բանը կատարել եմ, օրենքը, ամեն օրենքից ես տեղյակ եմ եւ ամեն ինչը միջով այսօր կատարել եմ։ Հիսուս Քրիստոսը ասավ մի բան քեզ համար մնացել է, այդ մի բանը պետք է կատարես։ Եվ նա ինչ ասավ իրան, ասավ գնա քո ունեցվածքը ծախի եւ աղքատներին տուր եւ ինձի հետևի։ Ինչու, որտեղ այդ երիտասարդի սիրտը բռնված էր իր փողասիրության վրա։ Հիսուս Քրիստոսը ուզում էր ցույց տալ այդ երիտասարդին ճիշտ է դու արարմունքով ուզեցել ես բարի մի մարդ լինես, ուզեցել ես որ Աստծո կամքը կատարես, բայց մի բան քո համար դեռ պակաս է։ Եվ այդ հանձնարարությունը իր ամբողջ էությունը մարդկանց համար եւ Աստծո ամենաբարձր հրամանը լսելու համար, որտեղ Աստծո խոսքն ասում է. «Սիրիր Աստծուն քո բոլոր սրտով, բոլոր էությունով, քո բոլոր խժմտանքով եւ սիրիր հարևանիդ քո անձիդ պես»։ Եվ այդ երիտասարդը պետք է ցույց տար, որ հարևանին պետք է սիրի։ Այդ մարդիկը, որ չունևորներ են իր կողքին են եւ դժբախտաբար այդ երիտասարդի սիրտը փողին շատ կապված էր
Եվ որ Հիսուս Քրիստոս իրան հրավիրում է, ինքը թողնում է եւ գնում է, որտեղ իր սրտի հետ համեմատ չէր։ Նա մեր սիրտը բերում է այդ իրականության վիճակի մեջ։ Մի օտար տեղ Հիսուս Քրիստոսը խոսում է բարկության մասին։ Բարկանալը սպանության արմատն է։ Anger is the root of murder. Այդ արմատն է, որ մարդու ինչ է դարձնում, մարդու դարձնում է մարդասպան։ Հիսուս Քրիստոսը հետաքրքիր բան է ասում, թողեք այդ համարները կարդանք։ Բարկությունը ուրեմն սպանության արմատն է, Մատթեոս 5-րդ գլուխ 21 եւ 22։ Ասում է լսած եք, թե ինչ ասվեցավ հնուսներուն, այսինքն հին ուխտում ինչ բանը պատմվավ։ Պետք չէ սպանես, 10 պատվիրանքի մեջ այդպես ասում, պետք չէ սպանես եւ ով սպանե պետք է դատաստան ենթարկվի։ Բայց տեսեք ինչքան հետաքրքիր բան է ասում այստեղ, բայց ես կասեմ ձեզի, ես եւ որ ինքը ես բառն է օգտվում, այսինքն երկրի արարիչը, ամբողջ ստեղծագործության արարիչն է այսօր ձեզի այս բանն ասում։ Ասում է, բայց եթե ես ձեզի ասում եմ, թե ով առանց պատճառի բարկանա իր եղբորը, պետք է դատաստան ենթարկվի։ Եվ ով որ իր եղբորն ռակա, այսինքն հիմար կոչե, պետք է ժողովի դատաստանվի եւ դատաստանի ենթարկվի։ Իսկ ով ասե անմիտ, պետք է գեհենի կրակին ենթարկվի։ Հիսուս Քրիստոսը այստեղ խոսում է մարդու արմատները, որ իր սրտի մեջ կա։ Այդ բանը, որ դատաստան է բերում օտարներին։ Եվ որ մենք մեկին ասում ենք դու հիմար ես, այսինքն իրան դատաստան ենք տարել։ Իրան դատապարտում ենք։ Այսինքն մենք նստում ենք ումի տեղը, նստում ենք Հայր Աստծո աթոռին, նստում ենք Հիսուս Քրիստոսի աթոռին։ Ոչ ոք չի կարող մարդկանց հիմար կոչի, որտեղ մենք չենք իմանում մարդկանց անցյալը, չենք իմանում մարդկանց ներկան, չենք իմանում մարդկանց ապագան, չենք իմանում այդ մարդը ինչ ընթացքից է անցի, ինչպեսի կյանք է անցածրել եւ եկել այսօր այս վիճակին, որ մենք այսօր նայում ենք եւ դատապարտում ենք նրան։ Եվ Հիսուս Քրիստոսը խոսում է այդ արմատների մասին։ Եթե բարկացող մարդիկ ենք, բարկության խնդիրները, որ պատահում է մեր կյանքի մեջ, կարող է մեզի տանի որտե, կարող է տանի մեզի մարդասպան դարձնի։ Եվ Հիսուս Քրիստոսը արմատների հետ գործ ունի, արմատները, որ բնակված են մեր սրտերում։ Եվ այսօր ամենքս եկեղեցի ենք գալի, որ այդ արմատները ճանաչենք եւ փառք Տերոջ Սուրբ Հոգու համար, որտեղ Սուրբ Հոգին ցույց է տալի մեր այդ արմատները, ինչ որ մեր մեջ կա։ Եվ այն ժամանակը, որ կարողանում ենք Սուրբ Հոգու մոտ եթանք եւ Իրանից օգնություն խնդրենք։ Եվ բավական է, որ մենք մեր սիրտը բացենք, չէ ատելության համար, չէ որ ուզենանք օտարներին անիծենք, չէ որ օտարներին ուզենանք վատ բան ասենք նրանց մասին, այլ ուզենանք ինչ անենք, այլ ուզենանք մեր սիրտը բացենք, որ Տեր իմ սիրտը փոխի։ Այսօր ամեն մեկս պետք ունենք, որ մեր սրտերը փոխվի։ Ավելի մոտենանք այն սրտին, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար պատրաստել է։ Եվ միջով որ երկնքի դուռը բաց է, միջով որ փրկության դուռը բաց է, առիթ կա, որ մեր սրտերը կարողանանք փոխենք, մեր սրտերը կարողանանք համեմատ դարձնենք Հիսուս Քրիստոսի սրտի հետ։ Պիղծ նայվածք։ Էլը Հիսուս Քրիստոսը 5-րդ գլխի Մատթեոսի մեջ 28-ից եւ 27-ից 28-ը համարի մեջ այսպես ասում. լսել եք թե ինչ ասեցի, ինչ ասվեց, մի շնանա, բայց ես ասում եմ ձեզ, ով որ ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտումը նրա հետ շնացած կլինի։ Չար նայվածք։ Երբեմն մենակ շնության համար չի, որ մենք չար նայվածքով ենք մարդկանց նայում։ Երբեմն մեր նայվածքը ատելություն կա մեջը։ Երբեմն մեր նայվածքը դատողություն կա մեջը։ Երբեմն մեր նայվածքը ուզում ենք, որ նախանձով մոտենանք այդ մարդկանց։ Մեր նայվածքը նախանձով մի նայվածք է մարդկանց։ Եվ Հիսուս Քրիստոսը այստեղ ասում է, սիրտը պատճառ է լինում, որ մեր նայվածքն էլ սխալ լինի։
մեր շարժառիթները սխալվում են սրտի պատճառով, մեր նայվածքը սխալվում է եւ սխալ տեղ է տանում էլի մեր սրտի պատճառով։ Եվ այսօր առիթ ունենք, որ քննենք մեզի եւ մեր էությունը։ Երկրորդ բանը, որ Հիսուս Քրիստոսը օգտվում է, որ մարդկանց սիրտը փոխի։ Ուրեմն առաջինը սովորեցինք, առաջին իր խոսքերի միջոցով, իր դասավանդության միջոցով, երկրորդը իր հանդիպումներով։ Հիսուս Քրիստոսը հանդիպումներով մարդկանց կյանքը փոխում է։ Ես հիշում եմ այն ժամանակ, որ պատանի էի, Հիսուս Քրիստոսը հանդիպեց ինձ, եւ որ փոքր էի, փոքր տարիքում Հիսուս Քրիստոսին սկսեցի ճանաչել։ Մի կարճ ժամանակից հետո հավատքս կորցրեցի, որտեղ հովվական կազմ չկար մեր քաղաքում։ Բայց երբ որ անցա ծառայության, զինվոր ժամանակ է Հիսուս Քրիստոսը երազում հանդիպեց ինձ, եւ ինքը քայլում էր դեպի երկինք, եւ ես հետևից մակլցելով գնում էի, ծերու 4 ծերու ոտանց ընկած հետևից գնում էի, բայց ընկնում էի վրա երեսին գետին, ցեխոտ մի ճանապարհ էր, բարակ մի ճանապարհ էր, բայց այդ ճանապարհը դեպի երկինք էր գնում։ Եվ որ ընկնում էի, Հիսուս Քրիստոսը կանգնում էր, սպասում էր միջով ես ինձ նորեն հավաքեի եւ իրան շարունակեի։ Մի 3 անգամ այդպես եղավ։ Երազից որ վեր կացա, էլ մոռացա որ ինչ էի տեսել։ Կյանքի խնդիրների բերումով էլի նորեն դժվարության մեջ ընկա, էլի նորեն Հիսուս Քրիստոսը երազով հանդիպեց ինձ։ Եվ այդ ժամանակ առիթ տվեցի Սուրբ Հոգուն եւ իմ կյանքս հանձնեցի իրան եւ ասի Տեր Հիսուս, մեղավոր մի անձնավորություն եմ, կյանքս փոխի։ Հիսուս Քրիստոսը իմանում է մեր սրտի մեջի աշխարհը ինչպեսի աշխարհ է եւ գալիս է որ հայտնվի ամբողջից կյանքի մեջ։ Վստահ եմ որ ամեն մեկս մի հատուկ ձևով հանդիպում ենք ունեցել Հիսուս Քրիստոսի հետ։ Ոմանք Հիսուս Քրիստոսին ֆիզիկապես են հանդիպում, ոմանք Հիսուս Քրիստոսին մի խոսքի միջոցով, մատ ավետարանչության, չգիտեմ, մատ մարդի միջոցով հանդիպում են եւ իրանց կյանքը փոխվում է։ Արդյոք ուզում ենք այսօր Հիսուս Քրիստոս մեզի հանդիպի թե ոչ։ Այս անձնական հանդիպումները բացահայտում են շատ հետաքրքիր է, եւ որ Հիսուսը հանդիպում է մեզի մի հետաքրքիր բաներ է կատարվում։ Ճանաչում ենք Հիսուս Քրիստոսի սիրտը, Հիսուսի սիրտը նրա ցավակից լինելը, Հիսուսի իմաստությունն ենք կարողանում հասկանալ, հոժարակամությունն ենք Հիսուսին հասկանում, որ ինչքան ինքը սիրում է, որ մեր կյանքը փոխի։ Դրա համար գալիս է մեկ առ մեկից հետևից։ Դրա պատճառով ասում եմ սրտի դրան կանգնած թակում եմ դուռը բաց, որ ես ներս գամ եւ քեզ հետ ընթրի կանեմ եւ քո հետ սկսեմ զրուցել։ Գիտեք այդ բանի պատճառով մենք կարողանում ենք ճանաչենք Հիսուս Քրիստոսին, կարողանում ենք իմանանք որ ինչքան ինքը ցավակից է ամեն մեկիս համար, ինչքան ինքը իմաստության մեջ լսված է։ Գիտեք Հիսուս Քրիստոսը երբ որ մոտենում է մարդկանց էությունն է տեսնում։ Հանդիպելը մարդկանց այնտեղ որ այդ օրը կարիք կա, այդ վիճակի մեջ որ բնակվում են, Հիսուսը շատ կարևոր ժամանակին է հանդիպում մեր կյանքի մեջ։ Բավական է որ այդ ժամանակ մենք Հիսուսին բռնենք։ Այդ կնոջ պատմությունը, հիշում եք, կառնահոսություն ուներ, հիվանդ էր 12 տարի։ Ոչ մի հույս չկար իր համար, ամբողջ փողը ծախսել էր։ Բժիշկները ոչ մի բան չի կարողացել իրան անեն։ Մենակ իր համար մի բան իր մտքի մեջ դրված էր, որ ես եթե հանդիպեմ Հիսուս Քրիստոսին եւ դպչեմ իր շորին, իր շորը բռնեմ ինձ համար բժշկություն կկատարվի։ Եվ որ Հիսուսը գալիս է ամբուխով, այդ կինը ներս է մտնում եւ դպչում է Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսի զորությունը դուրս գալի եւ այդ կինը բժշկվում է։ Հանդիպում է Հիսուս Քրիստոսի հետ ամեն բանի արմատն է։ Եվ այդ կինը բժշկությունից հետո Հիսուս Քրիստոսը իրան հանդիպում է եւ իր հետ խոսում է եւ իր հավատքի մասին իրան քաջալերում է։ Եվ հետաքրքիր բանը որ Հիսուսը մոտենում է մեզի, տալիս է իր շնորհքը, իր grace-ը եւ այդ ճշմարտության կյանքը որ մեզ ամեն մեկիս համար
ամեն մեկիս համար կարևոր մի բան պետք է լինի։ Եթե Հիսուսը հանդիպում է մեզի, պետք է իմանանք նա սրտակից է, պետք է իմանանք ցավացում է, պետք է իմանանք իմաստությունով է եկած։ Ես հավատացած եմ ամեն մեկս որ ստեղ ենք, Աստված մի բան պատրաստել է։ Ամեն մեկիս համար Աստված մի բան պատրաստել է։ Մեր գալը եկեղեցում եւ լսելը Աստծո խոսքից Հիսուս Քրիստոսի պատրաստված մի ճանապարհ է։ Եվ որ մենք գալիս ենք Աստծո ներկայության մեջ, Տերը մեզ համար մի բան պատրաստել է ապագայի համար։ Ով որ բռնի դրան, Աստծո փառքի համար կարող է օգտավետ մի անձնավորություն լինի։ Արդյոք պատրաստ ենք այդպեսի սրտով ուզենանք Տեր ինձանից այսօր ինչ ես ուզում որ ես անեմ։ Գիտեք, երբեմն մենք Հիսուս Քրիստոսին մոտենում ենք, Հիսուս Քրիստոսն ասում է, ինչ ես ուզում որ ես քեզ համար անեմ։ Բայց նրանք որ հավատքի են գալի, իրաց կյանքը տալիս են Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսին ասում են, Տեր, ես այդ անոթն եմ, ես ինչ անեմ քեզ համար։ Ես պատրաստ եմ, ահա ես։ Եսայան ասավ, ահա ես պատրաստ եմ որ ծառայեմ քեզի։ Աստված ասավ, ով է պատրաստ որ ես ուղարկեմ նրան։ Եվ Եսայան ասավ, ահա ես պատրաստ եմ։ Այսօր այդ կանչը որ Աստված մեզանից ամեն մեկից արել է, դրա համար է որ մենք Հիսուս Քրիստոսի համար մի բան անենք։ Եվ որ հանձնվում ենք նրան, նա իմանալով որ մեր համար ինչ է պատահել, սրտակից լինելով, իմաստությունով սկսում է մեզի դասերակել Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուսը ուներ մարդկանց արտաքինը տեսնելու կարողությունը։ Հիսուսը կարողանում էր մարդկանց արտաքինը տեսնել։ Հիսուսը մի օր հանդիպեց մի կնոջ, Սամարացի մի կին, Հովհաննեսի ավետարան 4-րդ գլուխ, առաջի համարից 26-րդ համարը։ Ես չեմ համարները կարդում, բայց պատմությունն եմ ուզում ձեզ համար ասեմ։ Եվ որ հանդիպեց այդ կնոջը ջրհորում, ջուրի վրա, մի մեծ բան պատահավ։ Գիտեք, հրյա տղամարդի համար Սամարեցի կնոջ հետ նստելը երկու ձևի սխալ մի բան կար հրյայի համար։ Մեկ որ հրյա տղամարդը իրավունք չուներ մահ կնոջ հետ դուրսում նստեր եւ իր հետ զրուցեր, որտեվ կինը ճիշտ կարծես այնքան մարդկանց մեջ հաշվի չէր գալի։ Երկրորդ բանը, այս կինը սամարացի էր։ Սամարացիները թե Իսրայելի Աստծուն էին պաշտում, թե իրանց կուրքերին էին պաշտում։ Ուրեմն երկու հատ պատճառ, որ Հիսուսը կարող էր այդ կնոջ չհանդիպեր, բայց Հիսուսը իմանում էր այդ կնոջ սրտի մեջ ինչ անցնում։ Հանդիպում է նրան։ Նրա անցյալը ինքը իմանում էր։ Եվ իր ներկայի պայքարները իր սրտի մեջ կար։ Ոչ թե նրան ամաչացնելու համար է Հիսուս Քրիստոսը մոտենում, այլ ուզում էր Հիսուս Քրիստոսը մի մեծ փոփոխություն կատարել այդ կնոջ սրտի մեջ։ Մոտենում է նրան եւ կնոջ ասում է որ ջուր եմ ուզում։ Մի աման ջուր տուր ինձ։ Եվ ինքը իմանալով որ հрьяան չի կարող իրանից ջուր վերցնի, ինքը այդ բանն ասում է որ դու եկել ես ինձանից ես ջուր ուզում, ասում է հա, եկել եմ քեզանից ջուր եմ ուզում։ Եվ ասում է եթե իմանաս ով է այդ ջուրը քեզանից ուզում, դու իրանից կյանքի ջուրը կստանաս։ Կնկա համար բացահայտված չէր որ Հիսուս Քրիստոսն ինչ էր ասում։ Ասում է դու աման չունես հիմա հորից ջուր հանես, ինձ ասում ես հավետենական ջուր կտամ քեզ։ Հիսուս Քրիստոսը սկսում է կնոջ անձնականության հետ գործել։ Ինքը իմանում էր այս կինը մի մեղավոր մի կին է։ Եվ Հիսուս Քրիստոս իրանից հարց է տալի. Ուր է քո ամուսինը։ Եվ այդ կինը ասում է ես ամուսին չունեմ։ Հիսուսը ասում է ճիշտ ես ասում որ ամուսին չունես։ Բայց 5 տղամարդի հետ ես եղել եւ այսօրվա այդ մարդը որ քո հետ է, քո ամուսինը չի։ Եվ այդ կնգամ մեջ մի մեծ բան է կատարվում։ Ասում է արդյոք դու մարգարե ես, ցույց է տալի որ դու մարգարե մի մարդ պետք է լինես։ Եվ Հիսուս Քրիստոսը կամաց այդ կնոջ պատրաստում է։
եւ պատրաստում է նրան մի բան ասելու, որ պետք է սրտանց եւ հոգով Աստծուն պաշտես, որ փրկվես։ Նրա խորաթափանց հայացքը կնոջ կյանքի վրա ցույց տվեց, որ նա հասկանում է նրա ամենախոր վերքերը եւ կարոտները։ Մի կին, որ լքված մի կին է, մի կին, որ ոչ մի բանի արժեք չունի, մի կեղտոտ կյանքից դուրս եկած մի կին, բայց Հիսուս Քրիստոսը գալիս է, որ ջարդի այդ պատերը։ Հիսուսը քանդում է ամեն այդ պատնեշները մարդկանց։ Այսօր ինչ պատնեշներ կա մեր կյանքի մեջ։ Հիսուս Քրիստոսը մոտենում է այդ պատնեշներին։ Անցյալի ցավերը, չգիտեմ, խնդիրները, լքվածությունները, այդ բաներ, որ մեր կյանքի մեջ կա, Հիսուս Քրիստոսը ուզում է պայքարի այդ պատերի հետ, այդ պատնեշների հետ եւ ջարդի եւ ոչնչացնի, որովհետեւ մեր փրկությունը նրա համար կարեւոր է։ Կարևոր չի, որ մենք եկեղեցի ենք գալի, նստում ենք եւ գնում ենք։ Կարևորը ինչ բան ենք տալի Հիսուս Քրիստոսին, որ ինքը փոփոխություն կատարի մեր սրտերին։ Հիսուսը քանդեց պատնեշները։ Նա խոսեց Սամարացու կնոջ եւ մեղավորի հետ ցույց տալով, որ իր փրկությունը բոլորի համար է։ Հիսուս Քրիստոսը երբ որ սկսեց խոսալ այդ կնոջ հետ, ինքը հրյա մի տղամարդ էր, բայց երբ որ սկսած խոսալ այդ կնոջ հետ, այդ կնգան հասկացրեց, որ ես եկել եմ, որ ամեն ժողովուրդները փրկվեն։ Այսօր մենք պարծենում ենք, որտեղ մենք հայ ենք, առաջի ազգն ենք, որ փրկվել ենք, բայց Հիսուս Քրիստոսը ամբողջ աշխարհի մարդկանց ուզում է փրկի։ Իր սիրտը այդպեսի մի սիրտ է։ Եվ այդ կինը պետք ուներ իր սիրտը փոխվել։ Հիսուսը գիտի ամեն ինչ մեր մասին։ Ոչինչ մենք չենք կարող Հիսուս Քրիստոսի աշխարհի առաջ թաքնվածնել։ Նա գիտի, որ մենք վաղը որտեղ կլինենք, նա գիտի ինչ կարող է մեր կյանքի մեջ պատահի, եւ նա իմանում է, որ անցյալում ինչ բաներ են ունեցել։ Նա բացահայտեց կնոջ անցյալը, ցույց տալով, որ Աստված մեզ լավ ճանաչում է։ Լավ ճանաչում է, բայց դեռ մեզ ինչ անում, իր շնորհն է տալի։ Հիսուս Քրիստոսը գալիս է, որ իր շնորհքը տա մեզի։ Մեզ ինչ անի, մեզ լցնի իր շնորհքով ու իր ողորմությունով։ Շնորհքը ինչպես որ իմանում եք, այսինքն այդ սերը, որ մենք ոչ մի բանով չեն կարող փոխարինենք։ Հիսուսի սերը այդպեսի մի սեր է։ Գնանք նրա սերի մեջ խորտակվենք եւ իր սերը կարողանանք մեր կյանքի մեջ ճանաչենք եւ օգտագործենք օտարների համար։ Ճշմարիտ երկրպագությունը գալիս է սրտից։ Հիսուսը այդ բանը կնոջ խոսակցությունից հետո բացահայտում է։ Այն տեղանքի մասին չէ, այսինքն մեր պաշտամունքը հատուկ տեղերին կապված չի, այլ Աստծո երկրպագելը հոգով է եւ ճշմարտությունով։ Եվ որ խոսքը խոսվում է հոգով, այսինքն մեր սրտից բխում է մեր պաշտամունքը։ Ոմանք սովորել են, մենակ մատ հայրներ են ասում, կամ հացի վրա, եւ որ մենք նստում ենք շատ կարճ։ Շնորհակալ ենք Տերես բարիքներիդ համար, սրբագործի, սովածներին կերագրի, վերջանում է։ Բայց աղոթքը, որ բարձրանում է, Հիսուս Քրիստոսը, այդ աղոթքը ուզում է, որ ճշմարտության մեջ լինի։ Երբեմն մենք ճշմարիտ չենք աղոթում։ Աղոթում ենք Տեր, ես քեզ սիրում եմ, բայց մեր մեջ այդ սերը Տեր բացահայտված չի։ Երբեմն մենք ասում ենք Տեր Աստված ներողություն, բայց այդ ներողությունը սրտի տակից չի։ Մենք անկեղծորեն պետք է մոտենանք Աստծո առաջ, առանց մի բան թաքցնելու։ Եվ դրա համար Հիսուս Քրիստոսն ասում է այդ կնոջը, դու պետք է հոգով եւ ճշմարտությունով դու պետք է ինձ պաշտես, որտեղ այդ կինը խոսեց, ասաց, այս հորը որ ստեղ դրված է, Հակոբն է տվել իմ պապերին։ Եվ մեր պապերը այստեղ Աստուն պաշտում էին։ Եվ Հիսուս իրան բացատրում է, որ տեղը կարևոր չի, կարևոր սա է, որ մեր սրտից ինչ բաներ է բխում, ինչ է բարձրացնում Աստծո ներկայության մեջ։ Փոփոխված կյանքը
ուրիշներին բերում է դեպի Քրիստոս։ Ամեն։ Եթե մեր կյանքը չի փոխվում, չմտածենք, որ մենք մարդկանց կարող ենք բերենք փրկության։ Եթե մենք ավետարանություն ենք անում մարդկանց, խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին եւ իրանց հետ կապի մեջ ենք եւ նրանք չեն ապաշխարում, պետք է նայենք մեր սխալը որտեղ է։ Արդյոք սրտի տակից մենք Աստծուն նվիրված ենք թե ոչ։ Դուրս քշված մի կին, ինքը դուրս վրընդված մի անձնավորություն էր, որտեղ բարի անուն չուներ։ Դուրս քշված մի կին դարձավ վկա եւ ամբողջ քաղաքը Հիսուսին մոտեցրեց։ Գիտեք, որ Հիսուսը մոտենում է մոքու ծրագիրը գիտի, իմանում է այդ մարդը, այդ իր սիրտը փոխվելով ինչ կարողություն ունի, եւ դրա պատճառով Հիսուս Քրիստոսը ճանապարհը թեքեց, գնաց այդ կնոջ հանդիպելու, որտեղ նա գիտեր այդ կնոջ սիրտը փոխվի, մի քաղաք կփոխվի։ Այսօր ես հավատացած եմ, որ ամեն մեկս մի մեծ բան կարող ենք Աստծո համար անենք։ Կարևորը որ մեր սիրտը ամբողջ էությունով տանք Հիսուս Քրիստոսի դատաբանդության եւ թողնենք, որ նա մեզ հետ գործի։ Երրորդ բանը, որ Հիսուս իր ծառայության մեջ օգտվում է, առակների միջոցով Հիսուս Քրիստոսը իր ծառայությունը ներկայացնում է։ Հիսուսի առակները, ինչպես այդ առակը, որ կորած որդու մասին է խոսում, Ղուկասի 15-րդ գլուխ 11-ից մինչև 32, կամ բարի սամարացու մասին։ Այսօր ուզում եմ մի քիչ այդ անառակ որդու մասին խոսամ, Ղուկասի 15-րդ գլխի 11-ից մինչև 32։ Այդ առակի մեջ պատմությունը դուք ամենը գիտեք։ Մի տղա էր, որ իր պապին մոտեցավ, հարստությունը ուզեցավ, ասավ իմ բաժինս տուր, որ ես գնամ, եւ այդ բաժինը վերցրեց, գնաց, իր կյանքը վատնեց ծուր ճանապարհների, աղքատացավ, ոչիչացավ, հետո մտածեց իր հոր մասին, որ պետք է հետ դառնա եւ այցելի իր հորը, եւ հայրը պետք է իրան ողորմությունով նայի։ Եվ այս պատմությունը Հիսուս Քրիստոսը ճիշտ կարծես մի ծանոթ պատմություն է ամեն մեկիս համար։ Բացահայտում է մարդկային բնության բարդությունը։ Մեր սիրտը շատ բարդ է։ Մեր սիրտը շատ քարացած է երբեմն։ Շատ դժվար ենք փոխվում։ Փոփոխության վրա մենք միշտ խնդիր ունենք։ Այդ բաները, որ մենք սովորություն ունենք, չենք կարողանում այդ սովորություններից ազատվենք։ Եվ Հիսուս Քրիստոսը խոսում է այս բարդության մասին։ Այդ տղան բռնված էր։ Այդ բանով, որ ես պետք է ճամփորդեմ, հերու տեղ գնամ, իմ համար ճանապարհներ սարքեմ կյանքի, ինձ համար ամենալավ կյանքն անեմ։ Հայրը ոչ մի բան չասեց նրան։ Գիտեք ինչու համար։ Որտեւ իմանում էր, եթե տղային զորով պահեր, տղան ֆիզիկապես կարող է տեղ լիներ, բայց հոգեպես իր հոգին օտար տեղ էր։ Եվ դրա համար հայրը թողեց նրան։ Դրա համար ապաշխարությունը Հիսուս Քրիստոսինը մի հրավեր է ոչ թե զորով։ Ամբողջ մարդկանց ասում է, եկեք ինձ մոտ, ով բեռնավորվածներ եւ վաստակածներ, որովհետեւ ես ձեզ հանգիստ եմ տալու, որովհետեւ ես հեզ մարդ եմ եւ ձեր խորքերում, ձեր սրտի խորքում դուք հանգստություն կգտնեք։ Եվ այդ մի հրավեր էր, բայց այս տղան թողավ, որտեվ իր պապան ոչինչ չարավ, որ իրան պահեր զորով, որտեվ իմանում էր տղան պետք է գնա, կյանքի փորձանքից հետո պետք է մի ճանապարհ գտնի։ Եվ այսօր կարող ենք այդ վիճակներից եկած անձնավորություններ ենք։ Մարդը շատ դժվար է փոխվում։ Մեր հակումները դեպի հպարտություն, մարդը միշտ հպարտ է, միշտ իր շահերն է որոնում։ Եվ այդ սիրտը պետք է փոխվի։ Դատապարտություն եւ եսասիրություն։ Այդ տղան, այս պատմության մեջ մենք տեսնում ենք մատ օտար մի եղբայր։ Այդ տղան մատ եղբայր ուներ։ Հոր մոտ ապրում էր, բայց եւ որ տղան հետ է դառնում, ապաշխարում է իր հոր մոտ։ Այդ տղան հպարտության մեջ սկսում է դատել։ Իր հոր դատում է, իր եղբորը դատում է։
Մարդու վիճակը այդպեսի մի վիճակ է եւ Հիսուս Քրիստոս այս պատմության միջոցով ուզում է ցույց տա, որ մենք ինչքան խիստ ենք փոխվում, ինչքան դադաստան ենք տանում մարդկանց, ինչքան մեր արարմունքը եսասիրության վրա է եւ միշտ մեր շահերն ենք որոնում։ Եվ այս պատմությունը հետաքրքիր մի օտար դուռ էլ բացում է մեր կարողությունը սիրելու մեջ։ Այդ հայրը ինչքան սիրով լսված մի անձնավորություն էր։ Տղեն այդքան վատ վարվելով եւ որ գնում է եւ հետ է դառնում, ինչքան սիրով իրան գրկում է, իրան նոր հագուստ է ակցնում, կոշիկներ է տալի նրան, համար խնջույք է բռնում, մարդկանց հրավիրում է, մեծ ուրախություն են անում, մատանի է տնում նրա մատը։ Մարդը կարողություն ունի, որ օտարին սիրի։ Եվ Հիսուս Քրիստոսը մեր սրտերը փոխում է, որ օտարին կարողանանք սիրենք։ Եթե Հիսուսին սկսենք լսել, իր դասավանդությունը, այդ բանը, որ ինքը առակների միջոցով պատմում է մեզի, թույլ տանք, որ մեր կյանքի մեջ գործ կատարի, այն ժամանակ մեր սրտերը պետք է փոխվի։ Այս պատմության մեջ ապաշխարության բանն էլ կա, արմատն էլ կա։ Այդ տղան իր ցավալի վիճակի մեջից մտածում է, որ հետ դառնա դեպի իր հայրը։ Հետ դառնա դեպի իր հայրը եւ իր սիրտը տա իր հորը եւ ներողություն խնդրի։ Մեր կյանքի մեջ էլ այդպեսի մի օր է եղել։ Գնացել ենք դեպի Աստված, խոստովանել ենք Աստծուն։ Տեր Աստված ներիր մեզի, որտեղ մենք մեղավոր մարդիկ ենք եւ Աստված ներել է մեզի։ Եվ ցույց է տալի, որ այս պատմության մեջ Աստծո շնորհքը դրսավորում է, Աստծո շնորհքը Երևան է գալի։ Այդ հայրը, որ իր երեխային այդ մեծ սիրով ընդունում է, այդ ցույց է տալի, որ Աստված իր մեծ շնորհքով ամեն մեկից ընդունում է։ Այս պատմությունները նման են հայլիների։ Այդ հայլիները, որ մեր կյանք ցույց է տալի, որտեղ նրանք արտացոլում են, թե մեր մեղավոր, թե ինչ, թե աստվածային ներուժը, ներուժ այսինքն potential, այդ զորությունները, որ մեր մեջ կա, պատմությունները ցույց է տալի, որ մենք ինչքան մեղքի մեջ զորավոր ենք, ինչքան դադաստանի մեջ զորավոր ենք, ինչքան չար աշկով զորացած ենք, ինչքան ջղայն հոգով, մարդասպանության հոգով մենք պատրաստված մարդիկ ենք եւ ինչքան մեր մեջ աստվածային սեր կա։ Պատմությունները սիրուն բացատրում է հայլի նման, որ ինչեր կա մեր մեջ եւ Երանի աստվածային արմատները կարողանանք մեր կյանքի մեջ կարողանանք գտնենք եւ նա ուզում է, որ մենք հասկանանք նրան։ Իր գտասիրությամբ, իր compassion-ով, through his compassion, Հիսուսը իր սերով է մոտենում մեղավորներին, մերժված մարդկանց ու սրտաբեկներին, ցույց տալով Աստծո անսահման սերը, մարդկանց հանդեպ Աստված ինչպեսի սեր ունի, անկախ նրանց թերություններից։ Այսօր Աստված չի որոնում, որ մի թերություն մեզանից գտնի։ Աստծո բոլոր նպատակը սա է, որ այսօր մեզի գթությամբ վերցնի եւ իր ողորմության դուռը միջով որ բաց է մեզի դասերագի, որ մեր սրտերը փոխվի։ Նա շփում ուներ ումերի հետ, բորոտների հետ։ Հիսուս Քրիստոս ուզում էր բորոտներին բռներ իր ձեռքերով, իրաց բժշկեր, թաչ աներ նրանց, դպչեր բորոտներին, գիտեք բորոտները այն ժամանակ, որ քայլում էին, բղավում էին, բորոտություն, բղավում էին, ես բորոտ եմ, ձայնով մոտենում էին։ Երբեմն զանգեր իրաց վզին կախարած էր, որ որտեղ գնում են այդ զանգերը ձայն էր տալի։ Եվ մարդիկ իմանում էին, որ մատ բորոտ մոտենում է։ Բայց Հիսուս Քրիստոսը Աստծո որդին դպչում է նրանց, առանց մի վախի։ Մի օքի
մի պատմություն էր գրել, մատ բժիշկի մասին, որ կարողացել էր, չգիտեմ, հարյուրավոր բորոտներին բժշկեր։ Եվ ասում էր Հիսուս Քրիստոսը մենակ մատ բորոտի բժշկա, մի քանիսի, բայց այսօր բժշկությունը հարյուրավորին բժշկում է։ Եվ իր տակ ես մատ կոմենտ գրեցի։ Ասեցի Հիսուս Քրիստոսը դպչում էր մարդկանց բժշկում էր։ Արդյոք այդ բժիշկները համարձակություն ունեն, որ դպչեն, իրանց ձեռքը դնեն բորոտի վրա եւ բորոտը բժշկվի։ Հիսուս Քրիստոսը այդ կարողությունն ուներ, որտեվ սիրո մեջ լսված էր, որտեվ իր զորությունը գիտեր, որ ինչ կա իր մեջ։ Եվ դրա պատճառով ինքը գալիս էր, որտեվ ողորմություն կար իր մեջ։ Նայում էր, որ ինչպեսի է կարող մարդկանց կյանքը փոխի, ինչպեսի է կարող մարդկանց բժշկի։ Եվ այսօր մենք պետք է թույլ տանք, որ Հիսուս Քրիստոսը մեր թույլ տեղերին դպչի։ Մոտենանք, որ իր ձեռքը երկարացի եւ դպչի մեզի։ Այն ժամանակա, որ Հիսուս Քրիստոսի բժշկությունը կատարյալ կարող ենք վերցնել, նա բորոտներին դպչում է, ճաշում է ումերի հետ, հարկահավանքների հետ, նրանք որ հարկ էին հավաքում, tax collector-ների հետ, այն մարդիկ, որ մարդկանցից ավելնորդ փող էին վերցնում, տայնում էին կայսրությանը, նա հանդիպում է Զաքեվոսին։ Զաքեվոսը մի կարճահասակ մի մարդ է, կարճը բոյով մի մարդ։ Եվ որ իմանում է Հիսուսը գալիս է, բարձրանում է մի ծառի վրա։ Այսօր մենք Հիսուսի հանդիպելու համար ինչերից պետք է բարձրանանք։ Ինչեր կա, որ մեր կյանքի մեջ իրավունք չի տալի Հիսուսին տեսնենք։ Թողեք այդ ամեն բաները թափ տանք եւ բարձրանանք մի վիճակի մեջ, որ Հիսուսին կարողանանք տեսնենք եւ մեր սրտերը բարձրացնենք։ Զաքեվոսը կարճահասակ մի մարդ էր, բայց Հիսուս այդ ամբողջի մեջ մտիկ է տալի Զաքեոսին։ Զաքեոս, այսօր ես պետք է քո տանդ մեջ քեզ հետ ճաշեմ։ Հрьяաները զզվում էին մաքսավոր մարդկանցից, նրանք որ ավելնորդ փող էին առնում կայսրության համար, հարկա հավաքներին, եւ ասում է, որ այսօր գալու եմ քո տունը։ Գիտեք ինչու համար։ Հիսուս Քրիստոսը նպատակ ուներ Զաքեվոսի սիրտը փոխել։ Հալելույա։ Այսօր Հիսուս Քրիստոսը նպատակ ունի, որ ամեն մեկի սիրտը փոխի։ Ես վստահ եմ, Հիսուս որ գնում է նրա տուն, խոսում է, դաս է տալի, առակներ է բերում, պատմություններ է պատմում։ Եվ այդ ժամանակ Զաքեվոսի սրտի մեջ մի կրակ է վառվում։ Օ Տեր, ես պատրաստ եմ կես հարստությունս աղքատներին տամ։ Եվ ինչ որ օտարներից ավել եմ առել, 4 պատիկ հետ կտամ նրանց։ Եվ Հիսուս Քրիստոսը ինչ է ասում։ Ասում է, այսօր այս տան մեջ փրկություն գտնվեցավ։ Այսօր այս տան մեջ, այս եկեղեցու մեջ պետք է փրկություն գտնվի, որտեղ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի կատարյալ ներումի եւ ներկայության մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք բոլորս կարիք ունենք Աստծո շնորհքին եւ նա պատրաստ է այդ ամեն բանը ամեն մեկիս համար անի։ Պատրաստ ենք մեր սիրտը տանք, որ Հիսուսը փոխի։ Ինչեր կա, որ մենք ուզում ենք Հիսուս Քրիստոսին նվիրենք։ Նա պատրաստ է մեր սիրտը առնի իր ձեռը։ Մեզի տաստա, մեզի մոտենա հանդիպելու համար։ Պատմություններով, առակներով մեզի ցույց տա ինչպեսի վիճակներ մենք ունենք։ Եվ ինքը ուզում է, որ մենք ճանապարհներ բացենք իր հանդիպելու համար, իրան տեսնելու համար։ Թողեք ոտքի կանգնենք եւ Հիսուս Քրիստոսից ուզենանք, որ գա եւ իր ներկայությունը մեզի բացահայտի։ Հալելույա։ Հալելույա։ Եթե պատրաստ ենք, որ մեր սիրտը ավելի հանձնենք Հիսուս Քրիստոսին, մի լավ որոշում կայացնենք։ Հիսուսին ասենք, Տեր, ես արժանի չեմ, բայց քո շնորհքդ բավական է այսօր ինձ համար։ Իմ սիրտս բացում եմ քո առաջ։ Գիտեմ, որ ինձ ճանաչում ես։ Տեր Աստված, գիտենք, որ դու մեզ ճանաչում ես։
Գիտենք, որ ամեն ճանապարհ Տեր պատրաստել ես, որ մեզի փրկես, որտեղ ամեն մեկիս համար նպատակ ունես։ Մեր սիրտը տալիս են քեզի ով Տեր։ Արա այն ինչ որ դու ուզում ես։ Արա այն ինչ որ Տեր պետք է մեր կյանքի մեջ։ Վստահում ենք քո դասավանդության։ Վստահում ենք Տեր այդ պատմություններին, որ դու պատմել ես եւ բացահայտել ես այդ բաները, որ մեր մեջ պիտի փոխվի։ Հավատում ենք Տեր քո ողորմությանը, որտեղ դու գալիս ես մեղավորին փրկելու, գալիս ես մեղավորին հանդիպելու։ Մեր մեղքերը Տեր իմ Աստված ջան, էլ արդեն քո խաչից զորության տակ ջնջված է եւ այսօր քո զավակներն ենք։ Քո կրակը թող մեր վրա կա ով Աստված։ Թող որ Տեր այսօր ազատորեն Տեր քո ներկայության մեջ մնալը սովորենք եւ ազատորեն մեր սիրտը տանք քեզի։ Եվ վստահ ենք որ Տեր իմ Աստված ջան, դու լսող Աստված ես եւ կկատարես։ Աղոթում եմ քույրերիս ու եղբայրներիս համար ոստեղ ներկայան ով Տեր։ Իրանց կյանքը Տեր թող որ բժշկված մի կյանք լինի։ Իրանց սրտերը բժշկված լինի ով Աստված։ Որտեղ դու այդ կարողությունն ունես Հիսուս։ Թող որ եկեղեցին Տեր, այս ժողովրդին Տեր կարողանա բարձրացնի եւ սովորեցնի այն բանը, որ Հիսուս Քրիստոս դու նվեր ես թողել եկեղեցում, այսինքն քո խոսքը Տեր։ Շնորհակալ ենք, փառքն ու պատիվն ու զորությունը քեզ ենք տալի։ Հիմա անմիշտ Հավիտյանս Հավիտենի։ Ամեն։ Հալելույա։ Աստված օրհնի ձեզ։